Asubari'n, դիա, դարև ինգես, նոնց ես, Asubari'n, որդեղ ենք, ես, երեխեք է մրսել են, մրսել եք դուք, հա, դու մրսել ես, քո անդ ինչ է, բախո, բախոն էլ է, նա ինչ տղեմ է, լավ, արեք երեխեք ճան, արեք, աբրիկ, շնորհակալ ենք, աբրիկ, Արեց եմ օրնացանք, ողովուտ ճան, Ասուբարին, Ժողովուրդ եկեք առաջ, մոտեցեք, Անայիդը փոխ է դարձրել եմ աննա, այս աղթիկ, անայիդները դի փոխ է, նորից բարեք, հիմա դբրոցը պակ է չէ, որ չասեն օրենքը խախտել է, մի հուսվեք, ոչ ինչ ինգեր մանուգանեչ, բար չզգաց, միտ բար զգացեք, լավ, Ասուբարին, սիրելի գյումրեցիներ, ես առաջարկում եմ աղոտկով սկսենք, ուրեմն բերեք դառնանք արևելք, մի հատ դասեք արևելք, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինք սեզ Սուրբ Եղիցի անուն քո, եկես սե արկայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, զաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոնց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարել, զիքո է արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն, ըստ բարիս խորիլ եւ խոսիլ եւ գործիլ, առաջիկո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իբանից եւ իգործոց փրկյազից եւ ողորմյա քարարածոց եւ ինձ բազմամեղից։ Սիրելի ներկաներ, սիրելի գյումրեցիներ, այս ճակատագրական պահը, որ ինչ-որ տեղի ունենում հայոց ազգի հետ, մենք չենք կարող անտարբեր անցնել, եւ ես որ ասում եմ իմ սուրս փառքով ես դրել էի պատյան, եւ չէի ուզում ընդհանրապես քաղաքական այս ամեն ինչին մասնակցել, լոկ ինձ ստիպել է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, թե ում ձեռքին է տրված երկրի ղեկը եւ սրանք մեզ ուր են տանում եւ դրա համար յուրաքանչյուր հայորդի չի կարող ուրեմն իր խոսքը չասել եւ չմասնակցել քաղաքական այսօրվա գործընթացին։ Սրանք ինձ մեղադրում են, թե քաղաքապետի ընտրությունը ինչ կապ ունի Արցախի հետ։ Դուք պատկերացրեք, թե Արցախը դավաճանաբար հանձնելուց հետո յուրաքանչյուր հայ տղա, հայ մարդ, հայ աղջիկ, եթե ամեն րոպե, ամեն վայրկյան այդ ցավը, այդ կսկիծը իր հոգու մեջ չէ, ես կարող եմ ասել, որ նա հայ չէ։ Եվ այսօր, երբ որ մենք մինչև մեր քաղաքական պայքարը իրենց ղեկավարը եկավ այստեղ, մեծ բոլորից նորից են նախկին անունը տալով, Թալանը նախկին եւ ուզում են իրենց ուրեմն Թալանը պահել, էս անել, են անել, սկսեց մեղադրել ուրեմն թեկնածուներին։ Մի մարդ է խոսում, որ 7 տարի երկրի ղեկը իր ձեռքն է, եւ եթե Թալանը ուզում ես դու բացահայտել, երկրի ամբողջ ընդերքը այդ թալանողների ձեռքն է, որոնք քեզ բերել են այսօրվա ուրեմն իշխանության, եւ բոլոր հանքարդյունաբերությունը գրված է օֆշորներում, բա ինչի չես բացահայտում, թե ովքեր են այդ թալանողները, ինչի անունները չես տալիս, ինչի հետ չես վերցնում ու դարձնես պետական սեփականություն, երկրի ամբողջ մեր ազգը, հայոց ազգը կշերկի մի նժարին է, այդ թալանողները, որոնք 10 կամ 20 հոգի են կշերկի մյուս նժարին, եւ նրանք ավելի ծանր կողմն են, քան ամբողջ հայոց ազգը, դրա համար մենք քեզ բերեցինք ու ձայն տվեցինք, որովհետեւ նախկիններից ազատվեինք,
Եվ եթե քո տեղը պոլիչոտկեր լիներ, ժողովուրդը այդպես է ասում, ես էլ համամիտ եմ, իրոք անպայման նա կանցներ, որովհետև դու չէ, որ քո ապրած կյանքով ուրեմն այդքան հարկանք ես հայելում, այլ նախկինը, ինչ որ արել է երկրի գլխին, դրա համար մենք ուզեցինք նրանից ազատվել, այդ վախը, որ սփռել է բոլորի մեջ, եւ մարդիկ վախենում են մինչև այսօր անունը տալ, ճանապարհներին թափում են մարդկանց վրա, այ ինսպեսների վրա, եւ այսպեսի տղաների բոլորը բերանը փակել են տվել, քեզ վերեցինք, որ դու բացահայտ ես, երկրի ամբողջ ունեցվածքը, այո, դրանց ձեռքն է, բա ինչի չես բացահայտում, ինչի չես վերցնում նրանց ձեռքից, դու բերել ես դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, կամ ասենք քաղաքապետերին, որ այս երկրին լոխազն են հանդիսանում, Քավոջյան լոխազը, անունները տալիս ես, թե գիտեք ինչ կա սրակ բանն ենք, սրան ենք բացահայտել, նրան ենք, գելու կազանին բացահայտի, որ հասկանանք, յարպել է, որ թոս ելնի, երկրի ամբողջ միլիարդները ում ձեռքին է, հերիք չէ, սենց թոս փչեք ժողովրդի երեսին, մի խոսքով, մենք չենք կարող անտարբեր անցնել, մենք չենք կարող անտարբեր անցնել, երբ որ այդ երեխաների ուրվականը պտտվում է գիշեր ու ցերեկ ձեր գլխավերևում ձեր ընտանիքի անեծքը, ես ընդհանրապես հավատացյալ մարդ եմ, ոչ մեկին չեմ անիծում, բայց այդքան երեխեքի այրունը, ուրեմն ձեր կատարած աշխատանքի շնորհիվ է դուք եք արել, եթե պիտի հանձնեիք Արցախը, հանձնեիք այդ երեխեքին ինչի տարակ սպանեցիք, հանձնեիք ես դու հանգիստ չեմ ասում, ինչի տարակ այդ երեխեքին այդպես վերացրեցիք ու հեսօր էլ կանգնել եք ընենց է վատ եք զգում, ու հլա մեզի են մեղադրում, հլա պատկերացրեք, քաղաք կառուցողին են մեղադրում, այսինքն Սորոսի դաստիարակությունը ստանալով, դրսի այդ եվրոպական դաստիարակությունը ստանալով, մենք գիտենք թե ձեզ ինչ են ասել, ասում են, եթե ընդուp Հովհաննես Թումանյանին 50 անգամ վատ բան ասես, ժողովրդի մեջ մի բան կփոխվի, այո այդ սկզբունքը որտեղ գրելով, այսօր դուք այդ ճանապարհն եք ուրեմն նախընտրել, եւ այդ ամեն ինչը մարդկանց բոլորին հասանելի է ու հասկանալի է, ձեր քաղաքական հայրը Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ինձ ուրեմն բան է ուղարկում, թե իմ անունս ինչ եք տալիս, ելեք ձեր քաղաքական պայքարը տարեք, ուրեմն այն ժամանակ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այստեղ ռուսները թափել էին ամբողջությամբ կառուցում էին Աղետի գոտին, ասում էին մի տարի 6 ամիս ժամանակ տվեք, այսքան ուրեմն շին մատերիալը որ թափել ենք երկու Հայաստան կկառուցվի, թողեք մի տարվա ընթացքում վերջացնենք, գնանք, չթողեցիք, ասում եք թե մենք մեր ձեռքով պիտի մեր տունը կառուցենք, եւ դրանից հետո ռուսերին այստեղից վռնդեցիք, 37 տարի այս տնագներում դուք եք պահեմ ես, քո քաղաքական հայրը, որ դու կրթություն եք ստացել, պարոն Նիկոլ Փաշինյան և ԿՊ-ի աշխատակիցներ, հասկանալի, չնայած պարոնի արժան չեք, ոչ ընկերի, ոչ պարոնի, եթե քաղուտում մեկը հեռախոսը տալիս է քեզ, որ զանգես տուն, դրանից հետո գնաց բռնել 10 մարդկանց ասես, թե գիտես ինչ կա, Ինչ հեռախոս ունեն մնացածները, ես չունեմ, բռնել տվեք դրան։ Նմանատիպ մարդուն մենք ես ինչ արեցին, ինչի բերեցին կաբին ժողովրդի գլխին, ջանին կրակեցին։ Ես մի բան գիտեմ, որ տուն քանդողը տուն չի սարքում։ 25 տարի վրես գրել է այս տղեն, իր հայկական ժամանակով։ Եվ գիտենք թե քեզ ով էր ֆինանսավորում, բարձրաձայն բոլորն ասում են։ Բարձրաձայն են ասում, թե քեզ ով է ֆինանսավորում, այսինքն ամբողջ կյանքը դաբրել ես տուն քանդելու շնորհք ունես, դու տուն ոնց կարող ես կառուցել, ինձանից հետո անցել է 13 տարի, որ ես դուրս եմ եկել, հələ մի հատ բնակարանի անուն տվեք, իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան, բոլոր քաղաքապետերը իրար հետ, Երկրաշարժից հետո այդ 6,000-ն էլ, որ կառուցեցին 5,000 քանի 100 բնակարանները ռուսները, դա էլ հաշվարկելով բոլոր քաղաքապետերը իրար հետ, իմ կիսու չափ բնակարան չի կառուցվել Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 17,000 բնակարան այս մարտորոք, քաղաքից վերցվել է 40,000 և ավելի տնագներ,
Դուք պատկերացրեք 40,000 եւ ավելի տնագներ։ Չեմ ասում անհատները։ Այն ժամանակ ես շատ քաղաքում ճանաչված քաղաքի տղա էի, առաջի համարներից մեկը։ Ուզում էի քաղաքում երկրաշարժից հետո ինչ-որ մի բան կառուցեի։ Հողատկացում չէին անում վայ ղեկավարները, քո քեզպես, քեզ նման։ Բոլոր հարուստ լեննականցիների ունեցվածքները դաշտերում տանանթափեցին, կուլակավան ստեղծին, օդանավակայանի այնտեղ թաղամաս ստեղծեցին, Մայիսյան ու մնացած տեղերը, եթե այդ հոյակապ շենքերը որ նայում ես, այսպես հավես ես մնում, եթե քաղաքի մեջ լիներ, հիմա մենք ավելի հետաքրքիր ուրեմն Գյումրի կունենայինք։ Եվ ինձանից հետո, հələ ցույց տուր, քան իշին թույլտվություն եք տվել։ Քան իշին թույլտվություն եք տվել, միա ցույց տվեք, 30 ոչ ավելի իմ օրոք կառուցվել է 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն է արել անհատները, այ հիմա ինչ որ տեսնում եք, ես եմ տվել շին թույլտվությունները, ինչ որ տեսնում եք։ Իմ հատկացրածները, որ մարդկանց տվել են մինչև այսօր բնակելի կառուցել, կենցաղ սպասարկման օբյեկտներ կառուցել, մինչև այսօր հազարավոր մարդկանց ձեռքին է փաստաթղթերը, չեն կարող մարդիկ կառուցապատում անել ինչու համար, որովհետև ասում եք, գիտեք ինչ կա դուք 7 սանտիմետր աջ եք թեքվել, բայց պետք է ձախ թեքվեիք։ Դրա համար 10 տարի մարդկանց դատարաններում տանում բերում են։ Այսօրվա դատարաններնի վիճակն է, գիտեք թե ինչ վիճակ է դատարանները։ Եվ մարդիկ փաստաթղթերը ձեռքերը, մարդիկ կան, որ բանկերից գումար էին վերցրել, որ պետք է կարողանան ինչ-որ մի բան կառուցել, սրանք խոչընդոտ են հանդիսանում փոքր եւ միջին բիզնեսի շինարարությանը, զարկ տալուն։ 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի սպանեցին, բարբարոս ձեր եղբայրները։ Ուրեմն դրանից հետո, երբ որ 91 թվականին մենք անկախացանք, Հայաստանի բնակչության թիվը 3,700,000 էր։ Հիմա դարել է 1,800,000-ից 2 միլիոն։ Ինչն է պատճառը, որ հայը լքում է իր բնորանը։ Երբեք հայ ազգը չի թողնի իր երկիրը, իր գերեզմանները, իր բնորանը, իր բամբության ուրեմն փողոցը, լոկները համար, որ աշխատանք չունի, սոված է։ Եվ դա իրավական ոլորտն ու ձեր հարգային կառույցը, որ կարում եք մարդկանց վրա, նամանավանդ մի քիչ եթե աշխուժ լինի, հարյուրավոր գործեր եք սարքում մարդկանց գլխին, դրանցից մեկն էլ ես եմ։ Երկրի 30-50% դատարաններում ու դա իրավական ոլորտի տակ այսպես ծանրաբեռնված է։ Եվ դրա համար մարդիկ թողնում են իրենց երկիրը, եւ դուք որտեղ գրել եք Ալիևյան բանացևը, այսօրվա այս Բոյովետ Ալիևի հայրը ասում էր, ուրեմն ինչի մենք պատերազմ արեցինք, շատ սխալվեցինք, երկրի Հայաստանի 30% ադրբեջանցիներով լցված էր, 10 տարի հետո մենք 10-ից 15 հատ երեխա ենք ունենում, հայը 2-ից Պատրի տրակի 3 երեխա, 10-ից 15 տարի հետո մենք վերցնենք Հայաստանի ղեկը, եւ ոնց որ հիմա Վրաստանում է, լավ իմացեք, հիմա սրանք պայմանագիր են կնքել 300,000 ադրբեջանցիների հետ բերելու, չեն ասում փաստաթղթերը ցույց չեն տալիս, թե ինչ պայմանագիր են կնքում, ծածուկ, թուրքահպատակ, թուրքին գերի, վախվորիկ, քայլվածքները սրանց, ձայնը, կանացի վերաբերմունքը, ես չգիտեմ սրանց որտեղից կդան բերեցին տերիներ ժողովրդի գլխին։ Եթե տղամարդը կնոջ հետ գնում է, կենգան մեկը ասում է վայ հելնա ինչ լավիկն է կամ բան, այդ տղամարդը մեկից քիթու բերնին տա դրա։ Էսի սրանք բղավում են ոստիկան հասեք մեզ բրգեք, ինչ որ բան են անում սրանք։ Այդպեսի տղուն կարելի է երկրի ղեկավար դնել կամ ինչ որ մի բան, ամոթ բերողներին, մի հատ բոլորս, ամոթ։ Քաղաքի վերաբերյալ Ուրեմն դա վարչապետի մագարտակի որոշակի ասեցի մնացածը չեմ ասում, որովհետև շատ են մեղադրում, դե այս ուր է գնում այս մարդը։ Մի խոսքով, ուրեմն որ եկա արագ կարգով կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքապետարանի, կոմունալի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու եմ։ Ոչ թե 1,700 դրամով կամ 2,000 դրամով, 50%-ով։ Ոչ, եթե ոչ ավել։
Ինձ կասեմ որտեղից այդ գումարները։ Հիմա ես ասեմ որտեղից։ Ուրեմն այն ժամանակ ստեղծել էի հատուկ բաժին։ Թե բաժնի մեջ մարդիկ, որոնք հստակ աշխատում էին ինչ սկզբունքով։ Ուրեմն կադաստրային այդ վկայականները որ տալիս էին, գույկահարկ հազարավոր մեծահարուստներ, ինչ խնդիրներ լուծելով 10 անգամ պակաս, ուրեմն գրանցել են իրենց գույկահարկը։ Անունները գիտեմ, ուղղակի չեմ սիրում անուն տալ, կեկամ կանեմ կտեսնեք։ Հազարավորի մասին է խոսքը։ 10 անգամ պակաս գրանցել են իրենց գույկա։ Կա ընդուպ մարդիկ, որ Սլաբոդկի կամ ձեր թաղամասի չափ ուրեմն շենք շինություն են սեփականաշնորհ 10 չնչին գումարներով։ Տարեկան ուզում են 110,000 դրամ, պատկերացրեք, 110,000 դրամ։ Այ դրանց միջոցով, դրանց անպայման ցավացնելու եմ, բոլորիդ մոտ եմ ասում։ Մյուսն ասեմ, տասնյակ հազարավորինի շինություններ կա քաղաքում, որ չեն օրինականացնում սրանք։ Չեն օրինականացնում, չես հասկանում թե ինչն է պատճառը, որ սրանք չեն օրինականացնում։ Եթե օրինականացնում են գույկահարկ, հողի հարկ, արագ կարգով մուծում են, գալիս է քաղաքապետարանի բյուջե։ Ինչն է պատճառը, որ չեն օրինականացնում։ Ինչն է պատճառը, որ յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր եւ միջին բիզնեսի խթանումն է։ Եվ զարմանում եմ, որ սրանք չեն անում, հատուկ հանրարարական է հավանական է։ Այո, միայն թուրքերը չեն ուզենա, որ երկիրը շենանա, քաղաքները ծաղկի, բնակչության թիվը լինի 9 միլիոն կամ 10 միլիոն։ Միայն թուրքն է, որ չի ուզում, որ մենք զարգանանք, որովհետև իրենց պանթուրքիզմի գաղափարը նրանք իրականացնելու են միանշանակ։ Ինչքան էլ Էրդողանները փոխվի, բայց Թուրքիի ծրագիրը չի փոխվի։ Սրանք ասում են առաջնային չէ, ուրեմն մենք հայոց ցեղասպանությունը։ Եթե այս երկրի ամբողջ աշխարհը տարին ժամ ընդունում է հայոց ցեղասպանությունը այլ երկրներ, սրանք ասում են մեր առաջնային արտգործնախարարության պետության խնդիրը չի, որ ուրեմն հայոց ցեղասպանությունը ճանաչելը։ Մենք հարևան ենք, պիտի բարշենք, ճանապարհները պիտի բացենք։ Իսկ իմ տեսակը ասում է, ոչ ու բարով հարևան ենք։ Բայց հենց այդ պետությունը, ոչ միայն Հայաստանի, իր 4 բոլորի սահմանների, բոլոր պետությունների հետ, կոնֆլիկտային, պատերազմ, ավիրվածություն, գողություն, պոռնիկություն, սրբապղծություն, նրանց այդպես են ստեղծել, տապաստանային խուլիգան ցեղը, թող կանգնեն քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, ուրեմն ընդունեն հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրեն ազգին հայոց եւ ինչ որ օրենքով սահմանված է կատարեն, ոչ ու բարով չուզենալով մենք նոր կքննարկենք իրենց հետ մնացած խնդիրները։ Հիմա սահման ես բացում, սահմանը բացում ես, իրանք բանկային համակարգը այնպես աշխատում, որ իր ժողովրդին տալիս է 2-ից 4% վարկեր։ Դուք 0,25% վարկերը ստացել եք, նախկինների ու ներկաների հետ, մեջ եք արել գումարները, ձեզ համար բանկեր եք բացել, հասկանալի է, եւ 18-ից 25% տալիս եք ժողովրդին։ Նրանք տալիս են 2-ից 4%-ով, այսինքն Թուրքիայի բնակիչը բոլոր ոլորտների ներկայացուցիչ ավելի ուրեմն իր շատ է ստանալու, քան թե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուրեմն բիզնեսմեն։ Եվ դրա համար իրանց ապրանքը ավելի էժան է լինելու, քան մերը։ Ու մեր գործարանները փակվելու է։ Իրանք եւս այդպես քաղաքական ուրեմն հատուկ մտածելակերպած, այսպես մտածած, ուզում են քանդել Հայաստանի Հանրապետության ինչ որ հիմա աշխատատեղեր կա, դրանք էլ եւս ուզում են քանդել։ Մյուսն ասեմ, երկրի գյուղատնտեսական հողերի 60%-ը չի շահվում։ 60%-ը Խորհրդային միության ժամանակահատվածում ստեղծվեց Ախուրյանի ջրամբարը։ Այդ տրուբաները ամբողջությամբ այդ բոլոր կողքի գյուղերը պետք է ոռոգվեր։ Նախկին ղեկավարները, տեսեք, ես նախկիններից եմ սկսում, չեմ ասում, թե նախկինները մեղք չունեն, նախկինների մեղքից դուք ծնվեցիք, լավ իմացեք, նախկինները բոլոր այդ տրուբաները տասնյակ կիլոմետրերով վաճառեցին թուրքերին,
Այդ ուր է այդ գումարները, ինչի չես բացահայտում, միլիարդ դոլարների մասին է խոսքը, ինչի ցան չես անում, ինչի չես բացահայտում, եկել ես քաղաքապետիկների վրա, գյուղապետիկների վրա, յանի փոքր չինովնիկներ են, ձեները դուրս չկա, այդպես ընկել է ժողովրդի աչքին թոզ ես փչում, որ մարդիկ էլ հավատան դե դու գործ ես անում, միանշանակ ճանաչում են քեզ, մյուս ասեմ, երկրում պարենային եւ ոչ պարենային ապրանքները 60%-ը ներկրվում է դրսից, իսկ 40%-ը Թուրքիայից, 40%-ը, պատկերացրեք 1925-27 թվականին Վանաձորի քիմիական կոմբինատը արտադրում էր գարբիտ եւ էլեկտրոդ, հիմա գնացեք նայեք, փագեցիք ձեր հայրը քաղաքական, փագել տվեց նայրիտի հետ, այդ ապրանքը որտեղից է գալիս, Թուրքիայից, եւ այդ փողերը տանում եք այնտեղ, որպես զենք պատրաստեն գցեն հայերի վրա, մեր վրա։ Մյուս ասեմ ձեզ, ինչի երկրում ռազմական արդյունաբերությունը ամենաբարձր հիմքերի վրա դրված չէ։ Ինչի մենք հրտիրներ չենք արտադրում։ Թուրքերը այսօր գրադ են արտադրում։ Այսքան խելացի ազգ ենք։ Մեր խելքը աշխարհում բոլորը գիտեն, բոլոր երկրների ռազմական արդյունաբերության մեջ որ նայում ես, անպայման հայեր կան, հայ գիտնականներ, ինչի չեք հավաքում, ինչի չեք արտադրում նորմալ զենք, ինչ որ գիտեմ, միսետից մտից բաներ եք դες թոզ եք մարդու աչքին թոզ եք փչում, մարդիկ ասում են մենք թրջող անոտաչու սարքեր ենք պատրաստում, ինչի դուք իրենցից չեք գնում, ինչու երկրում անում են որոշակի չնչին բաներ եք անում, բայց մենք կարող ենք լուրջ արտադրամասեր ունենալ։ 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տվյալները մոտ է գբերեմ տնեմ թեմերը 110 տեսակի զենք զինամթերք է արտադրել Հայաստանի Հանրապետությունը, որից 30-40 տեսակը Լենինագանում մեր վարպետները որպես վարպետ ամբողջ աշխարհով է ճանաչված, ինչի այսօր գործարաններ են չեք փակել։ Երկրաշարժից հետո ուրեմն Գյումրիի, Լենինականի եւ Վանաձորի գործարանները համալրվեցին 21-րդ դարի ամենավերջի ժամանակակից մեքենասարքավորումներով, իտալական, գերմանական, անգլիական, հստակ բոլորս գիտենք, ուր այդ սարքավորումները, որտեղ վաճառեցիք, ասեմ, Թուրքիային եւ Պարսկաստանին եւ մնացած տեղերը, ամբողջ սարքավորումները, եթե դա թուրքական ծրագիր չէ, ո՞նց հասկանանք, հողերը չի ցանվում, գործարանները փակվում են, ինչ ես անում, Եվրոպայից դրսից սորոսականներից գումար ես բերում, ասֆալտի վրա ասֆալտ ես անում եւ ասում ես ես գործ արեցի, եկել ենք նախկինը չվերադառնա, ներկանել չգիտեմ ինչի ասում ես, ստից մտից կան քանի մոկի։ Պատկերացրեք դրանց լոզունգներն չես հասկանում, դες նրանք ինչ են ուզում ընդհանրապես։ Ինչ կրիմինալի մասին է խոսքը, այդ դե հիմա կտեսնենք, թե ժողովուրդը ում ցեն կտա։ Իմ օրոք Լենինագանը Գյումրին, ներողությունը ժամանակ Գյումրին էր։ Այդ ոստիկանության ստատիստիկայով, ուրեմն Գյումրին ընկել է 5-ից 7-րդ տեղը։ Պատկերացրեք, բայց իրանք ասում են գիշեր ցերեկ լրատվական կառույցները, սիրուն այ, իրանք են քանդողը մեծամասնությամբ։ Իրենք հասկացալ ասում են, դե Գյումրին ամենակրիմինալ քաղաքն է, բայց ընկել էր 5-ից 7-րդ տեղը, պատկերացրեք։ Իսկ ես իմ հասակի մարդիկ հիշում են 1976 թվականին սովետական միության մեջ Լենինականը ամենագողական ու հանցագործ քաղաքը 76 թվականին էր, սրանք խառնել են թվականներն իրար։ Այն ժամանակ որ գալիսյան լովակար, լովապետը բոլորը դա հիշում եք, Սադի մեջը, Գորկա Սադի մեջը մի հատ բիլիարդանոց կար, քաղաքի իշխան ճանաչված տղեկ կային, որոնք թաղ էին ներկայացնում, ուրեմն գալիս էին այդ բիլիարդանոցը, ամբողջ պետությունը չէր կարող այդտեղի հանցագործությունը դադարեցնել, հələ ես ու եղբայրս, որ մեր եղբայրներով եկել ենք, հələ գնացեք այգի, հələ գնացեք նայեք մի հատ անշնորհքություն կա, երկրաշարժից հետո ամբողջությամբ ծառերը կտրվեց, այգիները վերացավ, բացի Գորկա այգից, որ մենք գիշերները հերթապահ ենք եղել։ Հիմա էլ Թումո կենտրոնը, որին ես $30,000 փող տվեցի, չգիտեի հետևը ով է կանգնած, հասկանալի է։
ուրեմն դրանք եկել են ուզում են խլել օազիսը, դրա համար մեր վրա դատական գործ են հարուցել, որ մենք վախենանք, ասենք ան տալիս ենք ձեզ նվեր, խլելու սովոր են, գիտեք չէ նախկինները ինքնևի են խլում, դուք էլ իրանց հետ նույն շախ կապված, մի խոսքով, խլելու հետ կապված մի բան եմ ասում, ջրմուղի 44%-ը Գյումրիի սեփականություններ, բոլորիս, նախկին ամենավերին կատյանները, ինձ հետ միայն կարող են վարչապետ կամ ինչ-որ մի բան խոսեին, հիշեք, ասում են բդի տաս, ուրեմն վիոլա ջրի, ասում էի, որպես ինչ ենք տալիս քաղաքի սեփականությունը, չունեցած այս քաղաքից ամենա աղքատ քաղաքը ոչ հոգեպես, նյութապես Գյումրին է, որպես ինչ պիտի տանք վիոլա ջրին, մի խոսքով ես չեմ տվել, ինձանից հետո 44%-ը որը 30 միլիոն կամ 50 կամ 70 չգիտեմ հսկայական թվերի մասին է խոսքը, վերցրել է տվել են վիոլա ջրին, որպես ինչ, ով է ձեզ իրավունք տվել, 1000 անգամ բարձրաձայնում են, հələ հարցրեք այդ դատախազության, այս ինչից են երդ չի ելնի, թե ձեզ բերողներից վախենում եք, թե ձեր հետևը ովքեր եք կագնած, մարդ եք ման գալիս, որ մի հատ բան սարքեն, ընկնիք վրեն շարերով տակ ու ես չգիտեմ ինչ անեք, դե գնացեք լուրջ խնդիր է, լավ որ ձեները դուրս չի գալիս, ստադիոնը, Պաբիս Թուտունի դաշտերն է, մենք էին բնիկ գյումրեցիներ ենք, ուրեմն ստադիոնը Գյումրու քաղաքապետարանից վերցրել են, իհարկե իմ օրոք չի եղել, լավ իմացեք, վերցրել տվել են, ուրեմն այդ բանի պետական գույքի նախարարությանը, դրանից հետո նվիրատվություն են տվել Շիրակ ֆուտբոլային թիմին, դուք հասկանում եք ովքեր են, քաղաքի ամբողջ կենտրոնը սեփականաշնորհել են, այս լավ որ ցեները չի ելնի, բայց հասցնեք այդ գումարները ձեզ որտեղից, որ այսքան շենք ու շինություն, ոչ միայն Գյումրիում, ամբողջ Հայաստանում ձեր տակն է, եկել եք մի քանի հետևից, սդից թոզ եք խճում, վախ եք ներառնում ժողովրդի մեջ, լավ իմացեք, մեր Տերն Աստված է, ժամանակը հասյալ է, աշխարհի վերջին օրերին ասում է, ինչպես տանջանք և տառապանք տվեցի Իսրայելին, նույնպես հայոց ազգին, բայց պիտի կա ժամանակ, ոնց որ Իսրայելը տիրեց իր հողերին, նույնպես հայոց ազգը, բայց այդ ժամանակ հայոց ազգի թագավոր պիտի լինի Արշակունյաց տոհմից, իսկ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչի տոհմից, պատրաստվեք դրան, մենք տեսնելու եք, եկել են այս պահին, ուզում են 102,000 էստեղից անել, երբ հայոց ազգը խաղաղ է եղել 5 տարի, նայեք հլը ամբողջ պատմությունը կարդացեք, մենք 5 տարի խաղաղ չենք եղել, երբ խաղաղ ենք եղել ռուսների հետ, որ դրոշեստը խպված է, 75 տարի մենք խաղաղ ենք եղել ռուսների հետ, ռուսը ունի իր սխալները, բայց ղեկավար էլ չունենք, որ պահանջ է, բանակցե, նստի հետները տղամարտավարի խոսա, Թուրքը, այսօր այս Ադրբեջանը, և Ռուսի հետ է լավ, և Թուրքի հետ է լավ, և Եվրոպայի հետ է լավ, և ամերիկացիներ հետ է, ես չգիտեմ, մեր բարեկամը ով է ոնց որ դու եկել ես, հələ մեր բարեկամի անունը թող տան, բոլոր կամուրջները այրել ես, բոլոր կամուրջները այրում ես, թե հատուկ թուրքական քաղաքականություն է, թե ժամանակ ասում ենք, թե դադարք ենք, գլխները խելք չկա, բայց հիմա միանշանակ ասում ենք, որ Սա հիշեք, այսպես եղել է ու այսպես կլինի, եթե մենք մեր մեջը չմաքրեցինք, արտաքին թշնամու վրեժը չեն կարող լուծել, սա հիշեք, միանշանակ դա գրված է և դա պիտի պահենք ու պահպանենք, ուրեմն, այս ամեն ինչը տեսնելով, ես ինձ քաղաքի, դե ոչ միայն քաղաքի, այլ ես շատ թաղի տղաներից իրենց թաղ ավելի շատ եմ ճանաչում, բոլորդ լավ գիտեք, ուրեմն իմ 13 տարիների ընթացքում ամեն շաբաթ 2 անգամ ընդունելություն եմ արել, չհաշված շաբաթ օրերն էլ հայտարարում էի, եթե բաժնի պետերից դժգոհ եք, խնդիր ունեք, ես քայլելով գալիս եմ դեպի քաղաքապետարան, արագ կարգով մոտենում եք ինձ, հերվից տեսնում էի բաժնի պետերը ընկել են քաղաքացիների ոտքերը, խնդրում ենք իրան չասեք, վաղ արի մայրիկ ջան, եղբայր ջան, աղաչում ենք բան, այսինքն դենց ենք լուծել, ժողովուրդն ասում էր, թե գնանք մեր հերանց տունը, Գյումրու քաղաքապետարանը դարել էր բոլորիդ հերանց տունը, ոնց որ դուրս եմ եկել, դատարաններից դուրս չեք գալիս,
Եվ դրա համար մարդիկ մեքենայով եկան մտան քաղաքապետարանի շենք։ Հələ եսեղն էի ու մեկը գար մտներ քաղաքապետարանի շենք։ Ոչ թե ռեժիմի մասին է խոսքը, այլես ենքան բարի տրացիական հարաբերություններ էի պահում ժողովրդի հետ, ենքան մարդկանց խնդիրները ես հալակարգով լուծում էի, որ դրա կարիքը չէր զգացվում։ Էլ մյուսն էլ չասեմ, որ մտան փող քաղաքապետին կաբինետի մեջը ծեծեցին։ Հələ պատկերացրեք, ես լինեի այնտեղ ու այդ սկզբունքով առաջնորդվեի։ Մի խոսքով, ես ես ասում եմ մի բան, գնացեք ընտրության։ Առանց այն սկզբունքի, գիտեք, որ ինքը եղավ, վերջը խնամին եմ իրա, հորողբոր թորնեմ, քերու չգիտեմ մորկուրնեմ, կեսի ովշեմ ինչ օրա այդ ամեն սկզբունքով։ Ուրեմն ինձ էլ լավ կլինի, եթե ինքը գնաց ընդեղ։ Միանշանակ լավ չի լինի, եթե ովքեր որ ինձ ընդրում են այդ սկզբունքով։ Գնացեք ընտրության ինչ որ տեսել է ձեր աչքը։ Տեսել եք եղել եմ ժողովրդի եղբայրն ու քուրը, օգտեցեք բարին սատալողը, տերեղնողը, տեսել եք, թե չեք տեսել, եթե տեսել եք, գնացեք այդպես ընտրության։ Չեք տեսեք, դեմքը դիարգեք, լեզուն ամեն ինչ խոսում են, լեզվով ինչ ասես, երկենքից բան սարեր են իջեցնում, ուրեմն ըստ արժանվույն, արեք են, ինչ որ ձեզ խիղճը գթելադրի, մարդը մտածում է ուղեղով, իսկ խիղճը դա հոգին է, որ ձեր մեջ է, խիղճը ճշմարտությունն է, որի տերը Աստված է, էլ են մայմուններին է բան չունեմ ասելու ճանճերին, դրանց մարգարտակին չեն իշտում, բայց ես խոսք եմ տվել, ամեն մեկը իր խոսքի համար պիտի պատասխան տա։ Ես սա վախ չեմ տալիս, որ արագ հիմա ինձ չեմ, պարոն Ղուկասյան, վախեցնում եք, չէ ուղղակի պիտի ստուգեմ տղային դա աղջիկ է, այդքան բան։ Եթե քաղաքային, ազգային հարց ունեք տվեք պատասխանեմ, եթե չունեք, ուրեմն եթե ընդրեցիք կշահեք դուք, չընդրեցիք կշահի ընտանիքս հարազատներս, ես ընտանիքի հետ խռով եմ, որ առաջադրել եմ թեկնածությունս, լավ իմացեք, շնորհակալություն։ Եթե հարցեր կան ինչ-որ, միակ սխալ բան եմ արի իմ աշխատած ճանապարհին, բարձրաձայն ասեք, ես բան չեմ զգա, այսքանի մեջ ասեք, թող լրատվությունն է նկարի։ Շնորհակալ եմ։ Դուխով գնում ենք առաջ, վերջացավ, չնայած այդ դուխը իրանց վրա չկա, պես բան, ինչ դուխ, ինչ բան, հավատքով, խղճով և դուխով, այո, հենց այդպես, շնորհակալություն։